Ադրբեջանի ցանցազերծած քառօրյա էսկալացիան ապրիլի 5-ի կեսօրին դադարեցվեց երկկողմ պայմանավորվածությամբ։ Փաստային է, որ մի քիչ կայունացել է իրավիճակը եւ խախտումները ոնց որ դադարեցել են։ Տեսնենք ինչպես է զարգանալը։ Ղարաբաղյան կողմը վարում է ակտիվ պաշտպանության քաղաքականություն, շեշտեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։ Դավիթ Բաբայանի խոսքով, եթե հակառակորդը չի կրակում, մենք էլ պատճառ չունենք կրակելու։ Մենք երբեք ագրեսիա չենք ցուցաբերում, մենք երբեք առաջինը չենք արձակվում, բայց տալիս ենք հակահարված։ Ժամը 18:30-ի դրությամբ, սակայն ադրբեջանական կողմը Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ սկսել է տեղ-տեղ կրակել, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ։ Պաշտպանության բանակը ձեռնպահ է մնում հակաքայլերից եւ փորձում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածությանը։ Մինչև այդ ապրիլի լույս 5-ի առավոտյան Պաշտպանության բանակը հայտարարեց, որ հակառակորդը բացի Մարտակերտի եւ շրջակա գյուղերի հրետակոծությունից արկոծել է նաեւ Մարտունին, օգտագործելով նաեւ ռմբակոծող անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից մեկը Պաշտպանության բանակը ոչնչացրել է։ Հարավ-արևելյան ուղղությամբ էլ հակառակորդը առաջին անգամ կիրառեց Սմերջ համազարգային կրակի ռեակտիվ համակարգ։ Պարզվեց, որ հրթիռը չի պայթել։ Չպայթած հրթիռի նկարները Facebook-յան իր էջում հրապարակեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի քան 4 օր տևած մարտական գործողությունների արդյունքում արցախյան ուժերը ոչնչացրեցին 29 տանկ, 6-ից ավելի զրահատեխնիկա, 7 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ, մեկական գրադկայանք եւ տոս-1։ Ադրբեջանցի զոհերը 300-ից ավելի են։ Որքան կպահպանվի զինադադարը, դեռ դժվար է ասել։ Սակայն միայն երկարատև խաղաղությունից հետո կողմերը կարող են պարզել քառօրյա պատերազմի իրական կորուստներն ու վնասները։ Տիգրան Զարայան, ժամը լրատվական։